Ժամանակն է վերլուծությունների հարգել է հեռուստադիտողներ եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի այլ ճար չկա, պիտի անդրադառնանք Սի Ցզինպին Թրամփ հանդիպմանը։ Դե բնականաբար, հատկապես որ Թրամփի հայտարարությունից հետո նորություններ կան, այսինքն ըստ էության տեսեք, միջև վերջ կարծես թե բացահայտված չէ, կամաց ինչ որ մանրամասներ ենք իմանում։ Դե Թրամփը ընդհանուր հայտարարություն արեց երեկ այդ հանդիպումից հետո, ուրեմն իդեպ հանդիպումը սկզբում շատ լարված տպավորություն թողեց, երբ որ Թրամփը դիմավորեց Սի Ցզինպինին գնացին, հետո ուրեմն պարբերաբար ուրեմն գալիս էին արդեն տեղեկություններ, ըստ Թրամփի հրապարակած ուրեմն պոստի ֆենտանոլի հարցով են պայմանավորվել, պետք է միասին պայքարեն։ Դե սա հավերժ խնդիր է, ինձ թվում է այս ֆենտանիլը ավելի թմրանյութի հետ կապված, ինձ թվում է դա հələ այդ պատմությունը շատ ջուր է խլելու։ Ուրեմն պայմանավորվել են, որ բաց եւ ազատ վաճառելու է ուրեմն հազվագյուտ մետաղները, մագնիսները եւ մնացած բաները, եւ սոյան, սորգոն, ուրեմն այսպիսի գյուղատնտեսական ապրանքներն առնելու։ Թրամփը շատ գոհ էր, ասեց ենթադրում եմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված էլ ակնարկեց, ենթադրում եմ, որ դրան էր վերաբերվում, որ կային հարցեր, որոնք են ամենակարևոր հարցերը, որ համարյա թե լուծվում էին, բայց չեն լուծվել։ Ըստ էության, եթե մենք ուրեմն այդ ամեն ինչը հանում ենք, պայմանավորվել են հազվագյուտ մետաղների հետ կապված, պայմանավորվել են գյուղատնտեսական ապրանքների հետ կապված, արդեն խոսք կա, որ Չինաստանը կսկսի արդեն բանակցություններ վարել Nvidia-ի հետ չիպերի հետ կապված, դուք հիշում եք, որ H20 չիպը թույլ տվեց, հələ Թրամփն է ասում էր, որ կարող ենք թույլ տալ նաև ամենավերջին չիպը, որը բնականաբար ոչ այն տարբերակով, որը Ամերիկան օգտագործում, մի քիչ ավելի պարզեցված տարբերակով կարող է վաճառվել Չինաստանին, գուցե դա էլ է եղել գործարքի մի մասը, ես չեմ կարող ասել, բայց հիմա այսօր արդեն այլ մանրամասներ են հայտնի դառնում, ուրեմն որքան հասկանում եմ, խնդիրը երկարատև պայմանավորության մասին չէ։ Ընդամենը հազվագյուտ մետաղների հետ կապված պայմանավորվել են սառեցնել 1 տարով, մինչև ավելի հիմնարար պայմանագիր կկնքվի։ Բնականաբար մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները Ավստրալիայի հետ պայմանագիր կնքեց, Ճապոնիայի հետ աշխատում է այդ ուղղությամբ Եվրամիությունը։ Ես կարծում եմ 1 տարին քիչ է այդուամենայնիվ, այս իմաստով, բայց 2 տարվա մեջ Չինաստանից կախվածությունը զգալիորեն կարելի թեթևացնել։ Ամբողջությամբ դժվար թե այդ առումով կարողանան 2 տարվա մեջ ազատվել, բայց 2 տարվա մեջ հնարավոր է զգալիորեն կրճատել։ Մաքսատուրքերի կրճատումն էր շատ փոքր, մնել ոչ ամեն ինչ։ Հիմա կասեմ հերթով, տեսեք։ Այսինքն խոսքը, որքան ես հասկանում եմ այս պահի դրությամբ, եկեք ասենք, որտեղ րոպե-րոպե ինչ-որ նոր տեղեկություններ ա գալի, 1 տարվա սառեցման մասին է։ Հաջորդը տարի, այսինքն մենք հիմա խոսում ենք, թե իբր ինչա զիջել Չինաստանը, հա։ Ուրեմն եւ պարզավոր սոյայի հետ կապված դե Թրամփը ողջավորվել էր, ասում էր ավելի մեծ տրակտորներ արեք, ավելի մեծ տարածքներ արեք, որ հեսա սա վաճառել եւ այլն։ Ճիշտ ասած, այս առումով պետք է ասել, որ ազիական ուղևորությունը բավականին հաջող էր, որովհետեւ Մալայզիայից սկսեցին ուրեմն տավարի միս գնել, Վիետնամից, այո, կոֆե եւ համեմունքներ, դե գիտեք Բրազիլիայի հետ կապված խնդրի պատճառով դրանք թանկացան։ Համատեղ ստորագրումներ եղան։ Այո, այսինքն սա մեր հետևորդների համար զուտ ասում ներքին ամերիկյան, որտեղ մեր վրա էլ է դա անդրադառնում է, այդ գները բարձրանում են եւ այլն։ Այսինքն այս առումով փորձեց կարգավորել եւ հետաքրքրական է, որ ասիական եւ պայման դրեց Վիետնամին, որ 40 էր կարծեմ տարիֆ էր, միջացրեց 20, բայց 20-ն էլ թողեց նրա համար, որտեղ վտանգ կա, որ Վիետնամը այն երկիրն է, որը միշտ զբաղվել է Չինաստանի ապրանքները տրանզիտով Միացյալ Նահանգներ հասցնելու Made in Vietnam բանի տակ, հա։ Դրա համար զգուշացվել է Վիետնամին, որ խախտելու դեպքում, եթե ինչ-որ բան գա 0 տարիֆով Չինաստանից 40% տուգանք է վճարելու ուրեմն Վիետնամը։ Եվ բացի այդ, որ հիմա չշեղվենք հետո Կորեայի, Ճապոնիայի հետ կապված բաներ կա, կամ ես վաղը դա կներկայացնեմ ավելի շուտ։ Հաջորդը հիմա Միացյալ Նահանգները ուրեմն ըստ էության փաստորեն
10%-ով իջեցրել է ֆենտանոլի հետ կապված տարիֆը, այսինքն 20% է եղել ֆենտանոլի Չինաստանի հետ վեճի պատճառով ֆենտանիլի հետ կապված 10-20% լրացուցիչ տարիֆ սահմանեց, որը կազմել էր 57%։ Հիմա այդ 20%-ի 10%-ը ընդամենը հանում է եւ դառնում է 47%։ Իդեպ եւ սա էլ է խոսում այդ մասին, որ վերջնական գործարք չկա, այսինքն հուշում է մեզ այդ մասին, որ ինչ որ ժամանակավոր էլի գործարքի հետ գործ ունենք ժամանակավոր գործարքի հետ, հա։ Մի խոսքով լավ նորությունը այն է, որ այս լարվածությունը թեթևացնելու պարագայում գնային առումով Միացյալ Նահանգներում մի քիչ ավելի կհանգստանա ինֆլյացիան, հա, որովհետև ընդ որում ամբողջ աշխարհում այսպես լարվածությունը կթուլանա։ Վատ նորությունը այն է իմ կարծիքով, որ ակնհայտորեն պայմանավորություն չկա դեռ Ռուսաստանի հետ կապված, իսկ դա նշանակում է, որ լարվածությունը շարունակվելու է։ Դա նշանակում է, որ դեռևս այս պայքարը շարունակվում է, ժամանակավոր, այսինքն Չինաստանը հասկացավ, որ պետք է զգուշ լինի այդ տարիֆային պահվածքի մեջ, որտեղ Միացյալ Նահանգները լծակներ էին կիրառել, երկու բան էլ կարևոր ասեմ, ուրեմն պարզվում է, սպառնացել էր Միացյալ Նահանգները Չինաստանին, որ գիտեք Չինաստանը Միացյալ Նահանգներում բազմաթիվ ներդրումներ ունի, իրենց հայտնի ընկերությունները դուստր ձեռնարկություններ ունեն Միացյալ Նահանգներում։ Պարզվում է Թրամփը սպառնացել էր, որ դրանց վրա էքսպորտ կոնտրոլ կդնի։ Այսինքն տարիֆները ինչ որ դրսից եթե ուղարկի։ Այո, հասկացաք, այսինքն Միացյալ Նահանգներում իրանց արտադրողը դուրս բանի դեպքում դրանց վրա հատուկ տարիֆ կդրվի, որը արդեն նրանց կբերի նրանց, որ ձեռնտու չի լի գործունեությունը Միացյալ Նահանգներում դուրս կգան ուղղակի կտկանան։ Եվ Միացյալ Նահանգները դա է այս պահի դրությամբ կանգնեցնում, դա ընդամենը սպառնալիք էր, երևի չի իրականացրել դա, եւ մի բանն էլ, որ չինական նավերի լրացուցիչ գումար էր կորզվում վերջին շրջանում, ուրեմն եւ Թրամփը այսինքն բացի տարիֆներից նավահանգիստներում հատուկ նավահանգստային հարկ էր դրել Միացյալ Նահանգները Չինաստանի նավերի վրա, բացի տարիֆներից, եւ դա է համվում Չինաստանի վրայից։ Գործարքը կրկնում եմ այս պահի դրությամբ, որտեղ խաղը կարող է այլ նորություն ստանք, ես Սկոտ Բեսենտ ինչ եմ լսել, ուրեմն պետք է Սկոտ Բեսենտից հասկանալ ինչ է։ Այս պահի դրությամբ ունենք սա։ Հիմա գնալու ենք գովազդային դադարի, կվերադառնանք կշարունակենք։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Արմեն Չիբողջյանը մեր տաղավարում է, հարգելի հեռուստադիտողներ, ծրագրի առաջին հատվածում անդրադարձավ պարոն Չիբողջյանը CCP-ին Թրամփ հանդիպմանը, ուղղակի ես մի հանգամանքի կուզեի ուշադրություն դարձնեինք, Թրամփը համենայն դեպս ասաց, որ CCP-ը խոստացել է, որ կմիջամտի ռուս-ուկրաինական պատերազմի հարցում իր աջակցությունը կստանանք, բայց արդյոք պատահականություն էր, որ հենց այսօր էլ Հունգարիայի վարչապետի օգնականը հայտարարություն տարածեց այն մասին, որ Օրբանը նոյեմբերի 7-ին ժամանելու է Վաշինգտոն հենց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպման կազմակերպման հարցերով։ Տեսեք, էլի եմ ասում, Թրամփը մենք արդեն նախորդ փորձից հասկանում ենք, որ
Արդեն ես պատկերացնում ինչ քաղաքականություն է վարում Թրամփը արտաքին քաղաքականության մասով հերիքա որ կիսա արտահայտություն օրինակ Սի Ցինպինն ասել է ես կխոսեմ Պուտինի հետ որպեսզի Հունգարիայում հանդիպում կայանա ասենք Զելենսկիի հետ որտեղ ակնհայտորեն Թրամփը չի գնա Հունգարիա եթե գոնե Զելենսկիի հետ հանդիպում չլինի այսինքն արդեն պարզ է չէ Կիրիլ Դմիտրիևը եկավ այստեղ Սկոտ Բեսենտը ասեց որ ինչ որ ինքը ասեց մոռացեք այդ ամեն ինչի մասին ինքը ռոպագանդիստ է ռուսական ասեց եւ բնականաբար նույն Հունգարիան այսօր ռուսական նավթա գնում որը իդեպ Լինսի Գրեմը դատապարտեց, այսինքն Թրամփը մի կողմից չի ուզում կպնի Հունգարիային, բայց Լինսի Գրեմը կոնկրետ շեշտեց, որ Հունգարիան, Սլովակիան, հիմա երկրները, որոնք նավթ են գնում Եվրոպայից, պետք է հիմա շտապ միանան Միացյալ Նահանգներին, որ այդ պատերազմը կանգնի։ Հակառակ դեպքում այդ նույն եվրոպական երկրները սնում են այդ պատերազմը, Դրա համար այս իմաստով շատ կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, Եվրոպան միասին գործեն այս պատժամիջոցների հարցում եւ չհապաղեն։ Եվ այս 19-րդ փաթեթն էլ բավականին վատը չէր, եթե պահպանվի։ Ամենակարևորը, որ հիմա խոսում են, որ Չինաստանը չի գրում այս պահին, հələ որ քրինական ընկերությունները ռուսական նավթը։ Ասվեց, որ այդ մասին ընդհանրապես չի խոսվել։ Հնդկաստանն այսօր արդեն երկրորդ նավն են հետ վերադարձել ռուսները։ Ահա, հիմա, բայց դա չի նշանակում, որ 10 օր հետո չի գտնվելու սխեման շրջանցելու այդ պատժամիջոցները եւ հիմնականում այդ shadow fleet-ի միջոցով են անում, այս ստվերային նավատորմի միջոցով են անում եւ ըստ էության ստվերային նավատորմը հույներն են հիմնականում, չէ՞, բաները շատ իրականացնում տեսեք 10-15 օր հետո մենք կլսենք տեղեկություններ, որ սկսվել են նորից այդ շրջանցումները։ Հարցը նա որքանով խստորեն կպահպանվի այդ պատժամիջոցները, որքանով կհետևեն ամեն դեպքում դա բերելու է Ռուսաստանի նավթի առանց էլ էժանացած նավթի թանկացմանը, որոնք ռուսական նավթը լավ որակի չի, այսինքն Brent-ը շատ ավելի բարձր որակի նավթ է։ Ռուսական նավթը ինքը Urals-ը որակապես շատ ավելի ցածր նավթ է, դեպի ասեմ, հա, էսի գիտություն, հա, որ Հայաստանում կան չէ մարդիկ ռուսական ամեն ինչը որակով աստեղության եւ այլն։ Չէ, այդպես չի, ռուսական նավթը համարվում է ցածր որակի նավթ Urals-ը եւ շատերը գերադասում են հիմա ըստեղության այդ եթե թանկանա, իսկ դա կթանկանա լոգիստիկան կթանկացնի, հա, որովհետև արդեն պատժամիջոցների պատճառով դու պետք է գտնես ավելի թանկ ճանապարհներ, ավելի թանկ տարբերակներ, որպեսզի վաճառես քո նավթը, դա կբերի նրան, որ նավթը կարող է հավասարվել Brent-ին եւ այդ դեպքում պետությունները իմաստ չեն ունենա գնելու ռուսական նավթը, գերադասեն գնել ավելի որակյալ նավթը, հատկապես որ հիմա շուկան բաց է, հիմա արաբական երկրները ուրախ են իրանց մրցակցությունը կա, մրցակցությունը ոչ միտեղ չի գնացել։ Դա այդ ամենը այս պատժամիջոցները կազդեն Սկոտ Բեսենտը դրա համար ասեց ինքը հոչի Դմիտրիևը հոչի ասելու այո դա մեզ հարվածել է պետք է ասի մեզ ոչ մի բան բայց իրականում դա ազդելու է մնում է հասկանանք որքան է դա ազդելու որքան է կրճատելու Պուտինի հնարավորությունները հիմա մենք գիտենք որ ահա որ դեֆիցիտ է լինելու ռուսական բյուջեին որքան է լինելու ոնց են ծածկելու այդ սա բոլորը հարցեր է որովհետև ելի եմ ասում մենք պետք է մի բան հասկանանք սովետական միությունը որ քանդվում էր ոչ մեկ դեռ չէր հասկանում որ քանդվում է քանդվեց ըստ էության մի քանի օրում որոշումը կայացեց, որտեղ հասկացան, որ բան չի։ Մենք չգիտենք Ռուսաստանի իրական դիմադրողականության մակարդակը։ Պուտինի պահվածքը այնպես է, որ իրանք պարզ է, ասում է, դեմքի արտահայտություն են ընտրում իբր իր ասում ամեն ինչ լավ է, իբր Ուկրաինայում ինչ որ բան են շրջապատել, խայտարակությունը Պուտինը կանգնում ասում է 3 տեղ շրջապատել են ուկրաինական զորքը, բոլորը ասում են, տես բան չկա։ Բոլորը միջազգային հետազոտողները ֆրոնտից ասում են իրանց ռուս բլոգերները ասում են ինչա Գերասիմովը սուտ խոսում Պուտինին հասկանում եք բայց սա ինքը Պուտինը շատ լավ հասկանում ինքը սուտ է խոսում ասում են անգամ ինքը Տրամփին խոստացել է մինչև հոկտեմբերի 15-ը պետքա վերցնի Դոնեցկի շրջանը դեպիսի խոստում ա տվել եւ չի հերկվում դա որ Ալյասկայում ասել է ես մինչև հոկտեմբերի 15-ը կվերցնեմ Տրամփն էլ ասել է բարի հաջողում գնա տնամոց ես վերցնում եթե վերցնես այլ հարց է Պուտինի վիճակը երևի այնքան էլ լավ չի այն իմաստով նաև որ այսօր միանգամից պատասխանեցին Թրամփին երբ որ Թրամփը հայտարարեց միջուկային փորձարկումների մասին անմիջապես պատասխան եղավ որ եթե նկատի ունի պարոն Թրամփը նախագահ Պուտինի հայտարարությունը ապա դա միջուկային փորձարկում չի
եւ դիմաց միջուկային փորձարկման մասին այսօր չենք հասցնի խոսել, ես վաղվա իմ եթերում կտամ, դա ինչու դա կարևոր է շատ, այո, այդ սուպեր տորպեդոյի վաղվա եթերում կտեսնեք, որ ինչպես է արձագանքել Թրամփը եւ իրականում ոչ միայն Ռուսաստանին, այնտեղ նաեւ Չինաստանի խնդիրը կա։ Մի խոսքով ասածս ինչ է, տեսեք, կամ ասենք Պոկրովսկի ուղղությամբ, հա, մեր հայկական լրատվամիջոցներին լսում ես Պոկրովսկեն մտել։ Նախ այնտեղ շատ դաշտը, մարտադաշտը դինամիկ է, մտնում դուրս են գալի, Ես հասկանում եմ, կարող անգամ Պոկրովսկն էլ վերցնել մի որոշ ժամանակ հետո ժողովուրդ, գիտեք ինչն է խնդալը, որ հայկական լրատվամիջոցը լսում ես վերջ Պոկրովսկը, վերցնի Ռուսաստանը հաղթելու է։ Այնքան ծիծաղալու է, Պոկրովսկը գյուղ է։ Ուկրաինան այս պահի դրությամբ այսօրվա իր տարածքներով 15 հատ 20 հատ Հայաստանա։ Դուք պատկերացնում եք 20 հատ Հայաստանի տարածքը պատկերացրեք 20 Հայաստանի ու մի հատ փոքրիկ Պոկրովսկ գյուղ, որը 0.0000001%-ն է Ուկրաինայի տարածքից։ Դա տենց անհամար շրջափակում չկա այնտեղ բացարձակ, այդ ես ձեզ վստահ եմ ասում, դա սուտ է։ Հարցը հետևյալն է, որ մեր հայկական լրատվամիջոցները Պոկրովսկ ժորտ գյուղ է, գյուղի մասին եք խոսում, ամոթ է, մի հատ հավաքեք ձեզ, այսինքն անգամ այդ գյուղերը, որ 5 մետր գնացին, այդտեղ իրանք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր զոհեր են թողում այդ գյուղի համար պայքարում։ Վերցնում են ռուսական հաղորդագրություն։ Դե հենց այդ եմ ասում, այսինքն այդ որ գրում են Պոկրովսկ, որ կարդում ես հայկական սիրտդ լցվում, ասում ես ժողովուրդ լավ եք դուք ասեք։ Պետք է զգայար ուկրաինականն էլ նայել։ Հիմա, այո, իհարկե։ Այստեղ ամբողջ խնդիրը հետևյալն է, մի պարզ բան, ինչու ես ամեն ինչը բերեցի։ Թրամփը ինքը ուղղակի լսել է, այսինքն ինքը հասկացավ, որ ինքը հիմա տեսեք ռեակցիա չի տալի Պուտինի ոչ մի բանին, ինքը լսել է, որ Սի Ցինպինը ասել է ես կխոսեմ Պուտինի հետ, ինքը միանգամից Օրբան արի, բան կազմակերպենք եւ հայացքանում եք։ Այսինքն ինքը այդ իր բնավորությունն է, ինքը այդպես է վարվում։ Դա էլ է ձևա դիվանագիտության։ Հիմա միտեղ էֆեկտիվ է, միտեղ էֆեկտիվ չի, հա, մենք տեսնում ենք հիմա Գազայում, հա, վերջ, զինադատարը, բան, հիմա չեն վերադարձրել մարմինների մեծ մասը, ցանկացած պահի նորից պայթյունի վտանգ կա, ավելին ասեմ, հիմա Իսրայել-Լիբանան պատերազմի վտանգ կա, այնօրն ենք խոսում այդ մասին, դերենիկի հետ եթե չեմ սխալվում, հա, այսինքն ասածս ինչ է, սրանից մենք ոչ մի բան չենք կարող դատել, բայց մի բան արդեն պարզ է, քանի որ Ռուբիոնը զբաղվում այդ հարցով, առնվազն, քանի որ Թրամփները շատ լավ հասկանում, որ հիմա բունկերային իր դեմքը փրկելու համար ինքը չի կարող հիմա գնահատել մեծ իջումների, առնվազն ինքը կհամաձայնվի այդպիսի հանդիպան Բուդապեշտում, եթե Պուտինը համաձայնվի նստի Զելենսկու հետ։ Ենթադրում եմ այսպիսի տրամաբանություն կա, բայց մի բան եզրափակիչ ասեմ, որ մոռացեք, որ այս պահին Սի Ցինպինը ուզում է, որ այդ պատերազմը կանգնի։ Հա, ուզել ուրիշ բան է խոստանալը ուրիշ լավ։ Հիմա արդեն պիտի ձեզ հրաժեշտ հարգելի հեռուստադիտողներ, վաղը կհանդիպենք մեր տաղավարում, բայց պարոն Չիբուխչյանը կներկայանա YouTube-յան լայվով։ Անպայման։ Շնորհակալություն ձեզ, Ես էլ, բոլորիս։ Հեռուստադիտողներին, որ մեզ լսում են, դիմանում են ամեն օր։